Բարդ ձեզ, ես Լուսելա Մելիքյանն եմ, 13 տարեկան։ Ես երազում եմ դառնալ հնագետ պատմաբան։ Ես Facebook-ից իմացա Կոիզի իմ ընկեր Ալենը ընթերցանության մրցույթի մասին։ Ես Ռուզաննա Մելիքյանն եմ, Լուսելայի մայրիկը, ընթերցանությունը Լուսելայի տարերքն է։ Առաջին փուլը հեշտ էր, ես չէի կարծում որ տասնյակում կլինի, բայց կարծ տալով է, որ ես երկրորդ տեղում եմ, գրեթե խոսել ուրախությունս կորցրել էի։ Չենք սպասում, ճիշտ ասած, որ կանցնի, ինք ասում էր, ես վստահ չեմ, որ ճիշտ եմ պատասխանել։ Գրքերը, որ ես կարդացա իմ ընկեր Ալենի մրցույթի համար, ամենից շատ ես տպավորվեցի բոլորս Ալենը գրքով, որովհետև մի տեսակ նաև ընդհանրություններ ունի ինձ հետ, նա շատ գրքասեր է, ինչպես ես։ Ինքը դուրս եկավ ինձ ասում է, մամ, չես պատկերացնի, ինչ լավ մթնոլորտ էր այնտեղ, ինձ բոլորը այնպես էին սպասում, այնքան լավ էին ինձ վերաբերում, այնքան ջերմ էր ամեն ինչ, որ այդ օրը երբեք իր հիշողությունների միջից չի ջնջվի, որի համար անչափ շնորհակալ եմ Կորեզին, ձեր ամբողջ թիմին։ Չեմ հաղթել որևէ մրցույթով, բայց եթե նույնիսկ առաջին տեղ չլինեմ, դա ոչինչ։ Աննկարագրելի երջանկություն կզգամ ու մեծ հուզմունք։ Կամ ուրախությունից թռչկոտելու եմ։ Ալենի գաղափարներին ծանոթանալու հնարավորությունը շատ բան փոխեց իր կյանքում։ Իմ ընկեր Ալենի մրցույթը ինձ տվեց ինքնավստահություն։ Անընդհատ քույրիկի հետ օրինակ քննարկում են, ասում են, այ Ալենը այստեղ էսպես կասեր, այ Ալենը այստեղ էսպես կվարվեր։